Հիմա այն անձը, որը ղեկավարել է Հայաստանը, որ հայտարարել է, որ մենք այստեղ մեր անելիք չենք տեսնում այդ հարձակման պարագայում եւ այլն, ըստ էության կանաչ լույս վառելով նաեւ Ադրբեջանի համար, բարոյական իրավունք չունի պարզապես ոչ միայն հոխորտելու, այլ առհասարակ խոսելու։ Ինքը պետք է հանգիստ նստի եւ սպասի, թե երբ Հայաստանում իշխանություն փոխվելու, օբյեկտիվ դաշտ ձևավորվելու, որպեսզի իր իրավական պատասխանության հարցը դրվի ոչ միայն այդ, այլ հազար ու մի դրվագներով, հասկանում եք։ Այնպես որ փախնողները այսօր նստած են հրապարակի կառավարության շենքում եւ այսօր նրանց վարած քաղաքական գիծն է եւ նրանց մոտեցումն է, որը մեր ժողովրդի բերել է հանգեցրել է ողբերգության։ Դե փախնողը մենակ Նիկոլ Փաշինյանն է, որ 2008 թվականին ժողովրդին մենակ թողելով փախավ, տարուց ավել փախկվեց։ Այդքան բան արած մարդը հիմա էլ փախած մեր հայրենակիցներին է անվանում, ու դուք էլ ասեցիք, որ ամեն դեպքում մարդիկ բարեհոգեբանական ինչ վիճակում էին գտնում, սոված ծառա վիճակում էին, ուտելիք չկար, բենզին չկար, վառելիք չկար, բայց մեկը չնայած դրան իրանք ոտքով գնում էին սահման, որ եթե Աստվածային կռիվ սկսի, իրանք իրենց հայրենիքը պաշտպանեն։